Մանկական եւ նորածնի մերսումները ում համար են եւ ինչ արդյունքներ են տալիս։ Մանկական եւ նորածնի մերսումները ցանկալի է կատարել երեխայի ծնվելուց պես անմիջապես մինչեւ 1 տարեկանը, որպեսզի երեխան զարգանա առողջ, մանր մատորիկան, մտավոր աշխատանքը, ինչպես նաեւ ոսկորները եւ ողնաշարը։ Իսկ 1 տարեկանից հետո ցանկալի է, եթե երեխայի մկանները թույլ են կամ ֆիզիկապես անառողջ, ունի շնչառական խնդիրներ կամ քայլքի ողնաշարի, այդ բոլոր խնդիրները բուժվում է բուժական մերսումներով։ Տղայիս մոտ 2 տարեկանում նկատվեց քայլվածքի ոչ ճիշտ ձև։ Որոշեցինք դիմել օրթոպեդ կենտրոն ու որոշեցին մեզ նշանակել կինեզոթերապիայի 1 կուրս։ Ու գտանք Թագուհուն Հովակիմյան, ինչի համար շատ ուրախ եմ, ով իր գործի վարպետն է։ Իմ բալիկը 6 տարեկան է եւ ունի հարթաթաթություն եւ վալգուս։ Իմանալով Թագուհու մասին, մենք հաճախել ենք Թագուհու մոտ 15 պրոցեդուրա։ Թագուհին կատարել է բուժական մերսում եւ վարժություններ ոտնաթաթի հետ կապված։ 15 պրոցեդուրայից հետո մենք այդ վարժությունները կատարել ենք տանը եւ կատարում ենք մինչ օրս։ Ես նկատում եմ ահագին փոփոխություն իմ բալիկի մոտ, առաջ ոտքերը ցավում էր, հիմա ոտքերի ցավը անցել է։ Ակնհայտ 3 եւ 4 այցելությունից հետո նկատում էինք փոփոխություն երեխայի շարժունակության մեջ, քայլվածքի հստակեցում, կեցվածքի ուղում, մարմինը ավելի ձիգ էր, ու քանի որ մենք շատ պարտաճաներ ձևով կատարում էինք մեր վարժությունները տանը, կարիք չառաջացավ երկրորդ կուրսը սկսելու։ Իմ բալիկը սիրեց Թագուհուն, որովհետև ինքը կարողանում է ճիշտ վերաբերմունք ցույց տալ թե փոքրերի, թե մեծերի նկատմամբ։ Իսկ Թագուհին այն լավագույն մասնագետներից է, որ յուրաքանչյուրին կարող են վստահորեն խորհուրդ տալ, որ դիմելով Թագուհուն ստանալու են իրենց առողջական խնդիրների լիարժեք լուծում։